ժամ ճանապարհ եք անցնում, ինչի, որովհետև հենց մեր երկրում թեթև անձրև է գալիս, անմիջապես երթևեկությունը կաթվածահար է լինում եւ սա նաեւ պայմանավորված է այն ցեխափոսերով, որոնք մենք տեսնում ենք ամեն օր բոլոր փողոցներում գրեթե քաղաքի։ Մի թեմա, որի մասին դուք էլ եք բարբերաբար բարձրաձայնում, իհարկե կաթվածահար երթևեկություն, քանդված ասֆալտ, մի բան, որով կերակրում են իրենք ժողովրդին։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը այս քաղաքի խնդիրների հետ կապված եւ նաեւ հաջորդիվ ունեք թեմաներ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի վերջին մի քանի շեշտադրումներ կա, որոնց կանդրադառնաք, Վենսի այցին ընդառաջ դուք եւս անհետ կորածների հարազատների հետ սկզբում ԱՄՆ դեսպանատան դիմացեք, հետո Բաղրամյան պողոտայում, ինչպես են այս մարդկանց, ովքեր առանց այն էլ ծանր ցավի մեջ են, որոնք տեղեկություն չունեն մինչեւ անգամ իրենց զավակներից, ուղղակի քարշ տալիս այս դռնից այն դուռը, ազգային ժողովում էլ տեսանք ընդունարանում հարազատները ուղղակի նստած էին ներողություն բարիս համար, բայց դա ցուցիչ է անտերության մատնված, համեցեք։ Շնորհակալություն։ Նախ ասեմ, որ այսօր առավոտյան ժամը 7:30-8-ի կողմերը դուրս եմ եկել Հայանիստ համայնքից, խոշորացված համայնքից, տեսաձայնագրությունը կա։ Այդ Նիկոլ Փաշինյանը, որ ասում էր ասֆալտը, այսպես մի հիացական։ Այո, մենք հասկանում ենք, ասֆալտը ամենամեծ փողերի լվացումը հենց ասֆալտի մեջ է։ Հիմա դիմում եմ Հայանիստ խոշորացված համայնքի ղեկավարին, Արարատի մարզպետին, տարածքային կառավարման նախարարին։ Մտել եք այդ գյուղ։ Բոլորի ոտքերին երեխաների առավոտյան, որ գնում էին դպրոց, Երևան City տոպրակներ էր քաշած, որովհետև մինչև ծնկները ցեխի մեջ էին։ Մտել եք այդ գյուղ, թե սպասում եք ձեր տիրադավերով գան այդտեղ եկեղեցի բան լինի, մի քիչ շեբին լցնեք։ Ասում են, մենք այսքան բերեցինք, որովհետև սա արեցինք, նա արեցինք, իրական պատկերը, Երևանից դուրս եկեք, մտեք Երևան, առանձնապես մեծ բանով իրարից չեն տարբերվում։ Երեք Դավթաշեն այդ կամրջի վրա մեքենաներ էին, տարբեր մեքենաներ, անիվները ծակվել է։ Տիգրան Ավինյանն ասում է գնացեք փորձաքննության, պարզեք, որ այդ անիվները, այդ, ասենք, մի մարդաբոյ փոս էր։ Այդ փոսից է առաջացել։ Օրեր առաջ ես մի տեսանյութ էի հրապարակել, որտեղ Տիգրան Ավինյանի անգործության արդյունքում մեքենաները Սահադաշտի վերածված ճանապարհին իրար էին հարվածել։ Մարդիկ դիմել են ապայի համար, ասում են մեղավորը դուք եք եղել։ Հիմա ասում ենք, այս ասֆալտը ինչի է քանդվում, ասում է աղ շատ ենք լցրել։ Երբ որ պետք է լինում գալիս ենք աղ լցնելու ժամանակ, ասում ենք աղ ինչի չեք լցնում, ասում են չենք հասցնում։ Իրականությունը մեկն է։ Սոված թիմը եկավ եւ սկսեց խմել ժողովրդի արյունը։ Բոլոր ոլորտներում։ Ես հիմա մենք առնչվում ենք առավելապես այս երթևեկության ճանապարհների այս անմխիթար վիճակի հետ, բայց բոլոր ոլորտներում այս սովածների թիմը եկավ եւ սկսեց խմել ժողովրդի արյունը։ Հիմա այս 4 ամիսների ընթացքում մենք ականատես կլինենք բարձրագույն կրկեսի սուտասաների, գողերի իշխանությունը մեզ հիմա ամեն ներկայացում ցույց կտա, որպեսզի ասի մենք սա ենք արել, մենք նա ենք արել։ Աշխարհի երեսին բան չի մնա, որ իրենք ցույց չտան ու չասեն, որ իրենք այս սա են արել, այ նա են արել։ Ցավոք նախընտրական այս էտապում մենք տեսնում ենք ոչ միայն Փաշինյանական իշխանության այս, որ իրենք անում են, այլ նաև արտաքին ուժերի աջակցությունը այս իշխանությանը։ Մի իշխանություն, որ եկավ, հանձնեց Արցախը, հանձնեց Հայաստանի սուվերեն տարածքից զգալի հատված, հիմա էլ թուղթ է ստորագրվում Սյունիքի այդ թրիփ ճանապարհի օկուպացիայի հարցը լուծելու, ահավոր արտագաղթ, սով,
Հայաստանը, այո, հայտնվել է Հայաստանի բնակիչը այսօր սովի ճիրաներում է։ Դուք մեզ լափելով ձեր գլխում հաղթահարեցիք աղքատությունը, բայց Հայաստանում կես միլիոնից ավել թոշակառու այսօր սովի մեջ է ապրում։ Քիչ առաջ բանկերից մեկում կանգնած էի հերթում, մի տարեց կին եկավ, մոտեցավ, խոսեցինք։ Ասում է, ինչ անենք, ոչ ցրտին ենք դիմանում, ոչ սովին ենք դիմանում, սա ձեզ եմ ուղում։ Եվ այդ տիկինը, որ 2021-ին դուք խափեցիք իրեն, թե կգաք իր կարգավիճակը կբարելավեք, այսօր ձեզ 3 մատի կոմբինացիա էր ցույց տալիս, թե ձեզ կընտրի, այդ դա էր ձեզ ցույց տալիս։ 3 տաքսու վարորդի հետ էի խոսում։ Հիմա թմբուկ կնվագեք, դհոլ կխփեք, ակարդեոն կնվագեք, ինչ ուզում եք արեք։ Երիտասարդներին դուք դրանով չեք գրա, որովհետև այս երիտասարդները շատ լավ տեսնում են դուք ինչպես իրենց տարեկիցներին անվանեցիք դասալիքներ, ինչպես իրենց տարեկիցներին տարակ թուրքական բայրակթարի տակ, եւ այսօր դուք հրճվում եք։ Ձեզ մնացել է խափել, դուք խափելուց այն կողմ, սուտ ասելուց այն կողմ, ոչինչ չեք կարողանում անել։ Դուք անգամ Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյայի խոսքը խեղաթյուրեցիք, թե տեսեք 9 միլիարդի ներդրում, դո չգիտես։ Դուք հենց փողի անուն լսում եք, միանգամից դա ձեր գրպանում եք պատկերացնում։ Չէ, այն մարդիկ էլ իրենց գրպանում են պատկերացնում։ Մտածում են, որ այդ գումարը պիտի գնա Միացյալ Նահանգներ, աշխատատեղեր բացվեն, իսկ մեզ, որպես երկրորդ սորտի պետություն, ինչ կշպրտեն, կամ մեզանից ինչ կտանեն։ Այսօր մի գրառում էի կարդում, որ մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացու ընտրությունը մեր փոխարեն արդեն ընտրություն կատարում է Միացյալ Նահանգները, այո, մինչև հունիսյան ընտրության օրը, երբ ՀՀ-ն կմոտենա, ՀՀ քաղաքացին կմոտենա իր ընտրությունը կատարելու, արդեն Էրդողանը ընտրել է Նիկոլ Փաշինյանին, Ալիևը ընտրել է Նիկոլ Փաշինյանին, Մակրոնը ընտրել է Նիկոլ Փաշինյանին, փողնել հետն է, ասել է փողնել կուղարկեմ, ինչքան կուզես կբաժանես։ Միացյալ Նահանգները ընտրել է Նիկոլ Փաշինյանին։ Տերերն էինք ման գալիս այս մարդկանց, տեսեք ոնց են բացահայտվում, իրենց գլուխ են բարձրացնում, իրենց ասում են, այս մեր տղեն է, օգնելու ենք, որովհետև այս տղու հետ այդ երկրները հույսեր ունեն կապած։ Հայաստանի Հանրապետության քաղաքացու հույսը վերացել է, դուք չեք, դուք չկաք, որևէ քաղաքացու բացի այդ ձեր բանդայից, որևէ քաղաքացու հույսի մեջ դուք չկաք, ձեզ բացակա են դրել։ Հարգելի Մարիամը, դուք ասում եք ակցիաներ եւ այլն։ Երբեմն այդ ակցիաները նաեւ մտածում ես բարձրաձայն ենք, բայց երբ որ տեսնում ես այս տղայի տերերը գալիս են, այս տղային մի լավություն էլ անելու, գնալու, հետո մեր ժողովրդի կաշին քերթելու համար, ակամայից ասում ես, լավ էլի, ինչի, օրինակ, ես խորապես վրդովված ու վիրավորված եմ, խորապես, երբ որ Միացյալ Նահանգների այդ կարգի բարձրաստիճան պաշտոնյան որոշում է այցելել իր հարգանքի տուրքը մատուցելու 1.5 միլիոն հայերի հիշատակին, հետո պարզվում է, որ նա վիրավորում է այդ 1.5 միլիոն հայերի հիշատակը, ուղղակի ջնջելով այդ գրառումը իր էջից։ Եթե դա լիներ օրինակ հոլոկոստի զոհերի հիշատակի հարգում, ես չեմ կարծում, որ DJ Vance-ը այդպես կվարվեր, բայց քանի որ խոսքը վերաբերում է հայ մարդու հիշատակին, այո, այդպես վարվեցին։ Մենք պետք է այս ամենից ուղղակի մենք պետք է հետևություններ անենք։
ուղղակի հետևություններ։ Երբ պետք է ասում են իրենք քրիստոնյա են, հին քրիստոնյա, չէ՞ որ Հայաստանում հալածվում էին քրիստոնյաներ։ Գուցե եւ օրակարգում չկար հանդիպելու ամենայն հայոց կաթողիկոսին, գուցե եւ նման մտադրություն չկար, բայց չէ՞ որ դու եկել ես մի երկիր, որտեղ ոչ միայն սրբազաներ են հալածվում, այլ մի ամբողջ քրիստոնեական եկեղեցի այս իշխանության արշավի դեմ է կանգնած։ Ասում ենք խոսեք մեր գնացեք Բաքու, խոսեք մեր գերիների մասին։ Մենք գոնե այդ պրոտոկոլում իրենց այդ չտեսանք այդ, հետո մամուլի ռելիզներում իրենց տարածվեց, որ Բաքվում ձերբակալվածների մասին խոսվել է։ Փոխարենը Բաքվում դուք խոսել եք, դուք մեծ պայմանագրեր եք կնքել Ալիևի հետ։ Ռազմական, դուք Ալիևի բանակը տարածաշրջանում համարել եք ամենամարտունակ բանակը։ Այո, այդ մարտունակ բանակը, որքան էլ որ դա մարտունակ էր, մարտունակ չէր ձեր օգնությամբ էր, Թուրքիայի, Անգլիայի եւ մյուս համատեղ ջանքերով 5000 հայ տղայի արյուն հեղեց ու 150,000 արցախահայերի էթնիկ զտման ենթարկեց, այդ մասին 0 բառ։ Այ ես հիշում եմ, նորից հիշեցնեմ, որ Միացյալ Նահանգների դեսպանը Կորնիձորում այդ բռնագաղթի պատմական այդ գաղթի օրը այդպես էլ համարձակություն չունեցավ ասելու, որ Արցախում էթնիկ զտում է տեղի ունենում։ Օրեր առաջ Վենսից մարդու իրավունքների պաշտպանության մեծ մի կառույցի ղեկավար խորհրդարանում էր։ Խոսում են անհետ կորածներ ունենք, Հայաստանը այսօր հումանիտար հարցերում ճգնաժամ է ապրում, բռնի առևանգվածներ ունենք, արտաշիրիմում պահանջողներ ունենք, գերիներ ունենք, եւ ի վերջո ունենք 5000 տղա զոհված, ունենք 10,000-ից ավել հաշմանդամ դարձած տղաներ։ Որտեղ է ձեր իրավունքը։ Այդ ինչ իրավունք է, որ մենք չենք տեսնում։ Այդ ինչ շահ է, որ դուք կարողանում եք այդ շահով, ասում էին առաջ եվրոպատգամավորները դոլարով, խավիարով, չգիտես, բիզնեսներով, բանով ծախվում են։ Ինչով եք ծախվում։ Հիմա հարցնում եմ, Էմանուել Մակրոն, քո երկրում գործող կառույցները մարդու իրավունքի գծով, որ գալիս են Հայաստան, գալիս են այստեղ ում իրավունքը պաշտպանելու, Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի, Ռուբեն Ռուբինյանի, ում Արարատ Միրզոյանի, այդ մարդկանց իրավունքները դուք եք պաշտպանում, Թրամփն էլ է պաշտպանում, Լոնդոնն էլ է պաշտպանում, Էրդողանն էլ է պաշտպանում, Ալիևն էլ, որևէ մեկը չի թաքցնում։ Ում իրավունք, ինչու եք այդ պատվիրակությանը ուղարկում Հայաստան։ Երբ որ ձեր պատվիրակության ղեկավարը գլուխը կախում է հումանիտար հարցի անուն լսելուց։ Ինչու եք ուղարկում։ Եվ ընդհանրապես Հայաստանում այսօր Նիկոլ Փաշինյանի իշխանավարման արդյունքում մենք ունենք հազարավոր խնդիրներ։ Երբևէ հարցնում եմ ձեզ, Ալեն Սիմոնյան, Նիկոլ Փաշինյան, Արարատ Միրզոյան, Ռուբեն Ռուբինյան, հարցս ձեզ է ուղված։ Որևէ արցախցու տան դուռ թակել եք, մտել տեսել եք, ինչ վիճակով են ապրում։ Այդ մարդկանց տնավեր արել բերել եք։ Որևէ մեկը թող ցույց տա, բացահայտ կանգնի, ասի մեկ արցախցու դուռ թակել է, տեսնեն այդ մարդիկ սովի ճիրաներում եք մատնել։ Արսեն Թորոսյան, այդ որ նստել ես տակ-տակ, այսպես խոսում ես ինչ որ մտել ես մի թոշակառուի տուն ես ցուրտ եղանակին տեսնես, մեռածա թե կա։ Մտել եք այդ մարդկանց տները։ Ուղիղ հարց եմ ուղում, մտել եք այդ մարդկանց տները, թե ձեզ սուտ ինչ զեկուցում են, դուք էլ այդ սուտը դարձնում եք ձեր համար գործելավոճ։ Մտել եք
զոհվածի մի ընտանիքի տուն։ Անցած օրը տիկինն ասում էր, որևէ մեկը մեր դուռը չի թակել։ Ձեր գործողությունների արդյունքում են այդ մարդիկ իրենց կյանքը վերածել դժոխքի։ Մտել եք այդ մարդկանց տուն։ Երբ որ ես ասում եմ այդ մարդկանց տուն, խոսքը 600,000 թոշակառուն է, խոսքը 150,000 արցախցին է, խոսքը 5,000 մեր տղերքն են, խոսքը հարյուրավոր անհետ կորածներն են, եւ ընդհանրապես աղքատության մեջ տառապող 23% ձեր պաշտոնական տվյալն է, ըստ իմ տեղեկությունների 50-ից ավել տոկոսը Հայաստանի աղքատության ճիրաներում խարխափում է։ Մտել եք այդ աղքատի տունը։ Մտել եք, տեսնեք ոնց են ապրում։ Չէ մի թրիփի ճանապարհ, այն Վենսն էլ ասում է դրա վրայով առաջինը անցա։ Դո լավ է, լուրջ եք ասում։ Այստեղ գալիս եք այսպես մեծ խոսում եք, մի 80 ավտո գցել էիք դեմը գորգնել ոտքերի տակ, ինչ տվեց ձեզ։ Բացի Նիկոլ Փաշինյանի այն վստահության քվեից, որի մենք հունիսին թիկունքդ կանգնած ենք տղա ջան, ինչ տվեց ձեզ սիրելի ժողովուրդ։ Մեկն ու մեկդ կարող է ասել այդ փոխնախագահի այցը մեզ ինչ տվեց։ Բացառությամբ այն խայտարակ այդ պրոբկաներից այդ օրվա այդ որ մինչև 12-ը տուն չէին կարողանում հասնել, որևէ մեկը կարող է ասել ինչ տվեց։ Ինչ տվեց։ Այստեղ Ալեն Սիմոնյանը այստեղ ասում էր մի զանգ, բան դիմում եք Եվրոպային, բրծեք, փողն ուղարկեք, այստեղ հիբրիդային պատերազմ է։ Բա գնալուց Ռուսաստան գնալուց առաջ ասում ես ինչ պատերազմը լավ բառ չի, եկեք անունը հարձակում դնենք։ Բա ստեղ էլ ասում եք եղբայրաբար ռուսների հետ։ Այդ կտերը կգնաք ձեր թիմի հավերին կտակ։ Ժողովուրդը եւ ձեր կտերին է լավ տեղյակ, եւ ձեր կուտը ուտող չկա այլևս։ Եվ այս ֆոնի վրա քաղաքական կոնկրետ զարգացումներ են տեղի ունենում այս ընթացքում, արդեն մենք տեսնում ենք ուրվագծվում են քաղաքական ուժեր, որոնք հայտարարում են, որ մասնակցելու են խորհրդարանական ընտրություններին, եւ մենք այս ամեն ինչի մեջ տեսնում ենք այս իշխանության թփրտոցը։ Բարես ուղիղ իմաստով թփրտոցն ենք տեսնում։ Մեկը մի բան ասում է, հետևից գրում են։ Մեկը մի ամբողջ թիմ ֆաս հրամանա տրվում ու այդ թիմը մտնում է եթեր։ Մեկը ուզում է ասի իրանց դավաճանության մասին, մեկը տեսնես մի նոր քրեական գործ ավելացավ, կարվեց, կարկատանը դրվեց, ուղարկվեց համապատասխան տեղ։ Այն ինչ արվել է, ինչի մասին որ խոսենք, ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իր կաշվի վրա շատ լավ զգացել է։ Մենք տեսել ենք այս իշխանության գողությունը բոլորիս բյուջեից, որը մինչև հիմա շարունակվում է։ Մենք տեսել ենք այս իշխանության սուտը, կեղծիքը, մենք տեսել ենք այս իշխանության բերած արհավիրքը, տեսել ենք, եթե որևէ մեկը բացի այդ իրանց այդ բանդայից կկանգնի կասի, որ չի տեսել, Աստված իր հետ։ Տեսել ենք, ես շատ եմ մարդկանց հետ խոսում, տաքսի նստում եմ, խոսում եմ, տրանսպորտ նստում եմ, խոսում եմ, բանկ եմ մտնում, խոսում եմ, անդադար խոսում եմ։ Իմ ասելիքը, գիտեք ինչն է, որ սթափվենք։ Թրքահապատակ իշխանությունը երրորդ ժամկետ Հայաստանում չի կարող ունենալ։ Ուղղակի չի կարող, դա աններելի կլինի։ Եթե մենք չենք ուզում հունիսի 10-ին Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ, ուրեմն պետք է այս իշխանությանը գնալ ու ոչ ասել։ Ես սա մինչև հունիս ամիս ձեզ ասելու եմ, ձեզանից խնդրելու եմ, ձեզ ներկայացնելու եմ, թեպետ դուք բոլորիցս շատ ավելի լավ գիտեք։ Տեսեք թոշակառուների նեղացրեց, հիմա մտածում է այդ խավը իրան չի, թմբուկ բան է սկսել, որ երիտասարդներին։ Չկա, էդ էլ ձերը չի, էդ էլ ձերը չի։ Գնացեք Ստամբուլում մանեկեք ձեր քվեարկողներին, Բաքվում, չգիտեմ, գնացեք ձեր որտեղ կգտնեք, այնտեղ փնտրեք ձեր ընտրողներին։
Խնդրեմ, հարցեք։ Իր վերջին ասուլիսում ասում էր, ես որ մի դրամով վարչապետ աշխատեմ, ես ոնց է էլի արդարացում իրենց այդ աստղաբաշխատող պարգևաճարներ, բա չեք ասի այդ կոստյումը քեզ որտեղից, ինչ, խնդրեմ այս մասը, բաց է տեսակետը եւ նորից թոշակառուների եւ ոչ միայն տարեստերի նկատմամբ իրենց այս վերաբերմունքը։ Տեսեք, աշխարհում այսպիսի մի գաղափարախոսություն կա, կոչվում է պասիոնարություն։ Դա այն է, որ դու կարողանում ես քո շահը ստորադասես պետական շահին։ Երբ որ կարողանում ես առաջնորդվել այդ գաղափարով, դու կարողանում ես երկիր կառուցել։ Երբ որ քո նպատակը երկիրը թալանելն է, երկիրը մաս-մաս ծախելն է, դու այդ գաղափարի կրողը չես լինում։ Հիմա այս մարդիկ պասիոնարներ չեն։ Այս մարդիկ եկել են լափելու, գողանալու, հարստանալու։ Այնպես չէր, որ ասենք հայկական ժամանակի թերթի խմբագիրեր կոստյում չէր հագնում։ Հագնում էր, տեսել ենք էլի։ Այնպես չէր։ Պարզապես պետք չի, որ ձեր ամեն կոստյումը լինի 6-7 եվրո կամ դոլար, ձեր ամեն մի զարդը օրվա կրած գերազանցի 20,000 դոլարը կամ ձեր ձեռքի պայուսակները, իսկ այս ժողովրդին մի թուլափայ 36,000-ը շատ է, հիմա էլ ասում են, տեսեք թոշակառուներ, ձեզ հայտարարագրելու ենք։ Հայտարարագրելու ենք, տեսնենք այդ թոշակը որտեղ եք ծախսելու։ Խնդիրը այն չէ, որ իրենք մտածում են դա այդ ուժեղ Հայաստանի առաջարկածն է մեկ դրամով աշխատավարձ, խնդիրը այն է, որ իրենք ուզում են յուրաքանչյուրի ասած խոսքի մեջ գտնել պոպուլիզմ, գտնել ինչ որ բաներ, որ ասում եմ, աշխարհում կա այդպիսի գաղափարախոսություն, որով շատ ու շատ մարդիկ առաջնորդվել են։ 100,000-ավոր մարդիկ պատմության ընթացքում առաջնորդվել են հենց այդ գաղափարով։ Ձեզ խորթ է դա, որովհետև դուք եկել եք այստեղ հայի կաշին քերթելու, դուք եկել եք այստեղ մեր արյունը խմելու, եկել եք մինչև վերջին կոպեկը մեր բյուջեից շորթելու, ինչով եւ զբաղված եք, ասում եք, բա ես ասում եմ, բա ոնց թանկ կոստյում չհագնեմ գնամ։ Դուրսում Հայաստան ենք ներկայացնում, այդտեղ Ալեն Սիմոնյանն էր ասում, որ թոշակառուի թոշակը բարձրացնողը պետք է լավ հագնվի։ Բայց իրենք չեն բարձրացնում։ Իրենք լավ հագնվում են, լավ ոյաժների մեջ են, լավ, այն ինչ չէին տեսել իրենց այս 50 տարեկան, 55 կամ 40 կամ 30 կամ 20 քանի, իրենց պապերը չէին տեսել, հիմա իրենք դա տեսնում են։ Հիմա ինչ պիտի ինձ համոզեք, ասեք Թրամփը եկել է այդ բյուջեի հաշվին կոստյում է հագնում։ Ծիծաղելի է։ Ծիծաղելի է։ Դու այդ գիտեք ինչ եք ասում, որովհետև դուք ձեր կյանքում բացառության 1-2-ի 3 հոգանոց աշխատատեղ չեք ստեղծել։ Դուք գնացել եք, մեկը ֆիլմում է նկարահանվել, մեկը սերիալում, մեկը ղուշ է թրծրել, մեկը, չգիտեմ, հորն է տնից անել, մի հատ դոմիկ դրել, ասել այդ քեզ շատ է, մեկը ձեզ գիտենք, չէ, ձեր կենսագրությունով ովքեր եք ախր։ Հա ձեզ խորթ է, որ մարդը կարող է գալ իր շահը ստորադասել պետության շահից։ Դուք եկաք, ասում եք Պիլասոսի վարկ չենք կարողանում փակել։ Բա այդ հիմա այդ ոնց է, ձեր հետևից մի 30 հոգել մասաժ անող եք ձեր հետ տանում դուրս։ Ինչի մասին է խոսքը։ Ինձ թվում է, հարգելի Մարիամ, այս բոլոր հարցերը, որ մենք բարձրաձայնում ենք, տալիս ենք, կույր չի քաղաքացին, տեսնում է։ Կա այս ընթացքում նաև արդեն ահազանգիր, տեսեք, Էջմիածնում 3 այդ ձերբակալությունները։ Այսինքն ճիշտ եք հասկանում, Տիկին Ստեփանյան, ընդդիմադիրները հաղթում են, կամ բանտվում են, կամ սպանվում են, այս երկու տարբերակն է։ Ընդդիմադիրները չեն հաղթում, իրենք են հաղթում, բայց միևնույն է, չարությունը իրենց մոտ չի պակասում, նորից գնում են այս մարդկանց հետ։ Ասենք այլախոհները, այո, դա կլինի եկեղեցական, կլինի որ ոլորտից կլինի մանկավարժ, կլինի լրագրող, կլինի քաղաքական գործիչ, կլինի գեներալ, կլինի
սրբազան, այս մարդիկ չեն հանդուրժում ուղակի, ասել թե վայ, խոսքի ազատություն, դեմոկրատիա, մարդու իրավունք, այս ամենը, ամեն օր համոզվում ենք, որ աշխարհում ներդրվել են դրանք ոտնատակ անելու համար։ Այլապես այսօր Նիկոլ Փաշինյանը կլիներ իր այդ բանդայի հետ առնվազն Նուբարաշենի համապատասխան տեղում, կարծեմ Արթիկինը փակեցին, չէ, Կոշինը փակեցին, Նուբարաշենի համապատասխան տեղում կլիներ, եթե այս ամենը լիներ։ Բայց քանի որ չկա այս ամենը, բոլորը շինծու կառույցներ են, փող աշխատել, փող լվանալ, հասկանում ենք, չէ, որովհետև մենք ամեն օր շփվում ենք համապատասխան կառույցների հետ, նամակներով, չգիտես, մեյլերով իրար, ամեն օր հասկանում ենք փուչիկ լինելը։ Աշխարհում կա մի խումբ, որ այսպես իր համար բջիջներ է ստեղծում, այդ բջիջներն էլ գալիս են ու սկսում են քանդել կամ կառավարել, նայած այդ բջիջը ուզում է այս երկիրը կառավարվի, թե քանդվի։ Հիմա փաստացի 8 տարի ինչ որ բջիջ ստեղծված Հայաստանում քանդում է երկիրը։ Ուղարկել են այստեղ քանդելու։ Երեք այսպես լսում էի իրենց այդ ստերի շարքը, որ ասում էր ֆեյքեր են վարձել լրատվամիջոցներ, ասում են եկել եմ Ղարաբաղը հանձնելու։ Հետո տեսանք, որ չէ, հենց այդպես է։ Ասում էր եկել եմ այն արագաչափերը կհիշեք։ Սիրելի ժողովուրդ, հիշում եք, չէ, այն ճտացնելով, փակելով գալիս էր։ Դիմում եմ հիմա համապատասխան կառույցներին։ Ուղիղ հարց եմ տալիս։ 1 տարվա ընթացքում քանի միլիարդ դրամի տուգանք եք գրել։ Թիվ է սա։ Չեմ ասում քանի միլիոն դրամի։ Հստակ ասում եմ, քանի միլիարդ դրամի տուգանք եք գրել։ Կա հրապարակային թիվ։ Ինչքան եք քերել, ինչքան եք մտել մարդկանց գրպանը, ինչքան եք տարել։ Ու այնպես չի, որ Հայաստանում, ասենք, դրա արդյունքում ճանապարհատրանսպորտային վթարների թիվն է պակասել։ Իմ ընկերը Թայլանդում էր, երեք վերադարձավ, խոսում ենք, ասում է, գիտես, մոտ 800,000-անոց քաղաք, 15 օր մնացել եմ, որևէ մեկ ճանապարհատրանսպորտային վթար, պատահար չեմ տեսել։ Ուղղակի չեմ տեսել։ Չկան շքեղություններ, բայց կա կարգ, կանոն, ճանապարհների լայնությունը այնքան մեծ է, որ այնտեղ մոստեր եւ այլն եւ այլն եւ այլն։ Հիմա դուք եկել եք մի հատ էլ ձեռ են առնում, երեք այդ 9%-անոցը ասում էր, ինչքան ասեք Աչափնյակի մետրո, այնքան վերջ տվեք, լավ։ Ոնց որ այնքան քո բանը բարձրանալու է, որ դու երբևէ ասել ես Աչափնյակի մետրո եմ կառուցելու։ Սուտ, վերից վար սուտ, դու կարող ես 10 տարի էլ մնաք կառավարելու, ասեք Աչափնյակի մետրո ենք կառուցելու, հետո ինչ։ 8 տարի, 10 տարի հյուսիս-հարավ էր կառուցում Սերժ Սարգսյանը, 8 տարի կառուցում է Նիկոլ Փաշինյանը։ Աշխարհում մենք տեսնում ենք ինչ գլոբալ ծրագրեր, սրանք հյուսիս-հարավ են կառուցում, Արգավանդից մինչև հարավ-արևմտյան թաղամասի վերջին հատվածը, ժողովուրդ 4 կիլոմետր տարածք է, չկառուցվեց դա։ Քանի միլիարդ եք կերել դրա արդյունքում։ Հարց եմ ուղում, ես հարցեր եմ ուղում, կասկածներ ունեմ, քանի միլիարդ եք կերել, դե ուղում մենակ ասելով չի։ Չէ, այն որ բերեցին 10 քանի մետրանոց ավտոբուս, այ դրանով եմ եկել, 10 քանի մետրանոց, հիշում եք Ավինյանն էլ նստեց, դրա համար եմ ասում, ստերի ու գողերի իշխանության, ստախոսների ու գողերի իշխանության ավարտը պիտի գա, եթե ոչ, սիրելի ուսանողներ, սիրելի մանկավարժներ, սիրելի բժիշկներ, սիրելի կենսաթոշակառուներ, հայրեր, մայրեր, քույրեր, եղբայրներ, որևէ մեկը չդժգոհի, որևէ մեկը չասի, լավ չենք ապրում, այս ինչ է մեր վիճակը, թեպետ ասում եմ, մեր բոլորի համար շատ ծանր է, որովհետև Նիկոլ Փաշինյանը սպառել է բոլոր ստերի պարկը,
Չկա սուտ, որ այս տղան ասած չլինի։ Եթե կա մի սուտ, որ ինքը չի ասել, այս նոր եկածներին Նիկոլ Փաշինյանը ստի ոչ մի բան չի թողել, որ գան ձեզ խափեն։ Ինքը ստերի հերն անիծելով եկել է, չկա կենսաթոշակ Բարսասեն, աշխատավարձ, արագաչափ, տուգանք, մատերիալ, բանկեր, վարկեր, ջնջել, ջրել, մրել, չկա, ասֆալտ, դպրոց, ինչ ուզում եք, բոլոր ստերը ասվել է, բոլոր ստերի հերն անիծվել է։ Հիմա այս նոր քաղաքական ուժերին գոնե քաղաքականությունը նաև ստերի 1-2 սուտ չի թողել, որ մյուսները ասեն։ Այս անգամ քաղաքական ուժերի գործը այդ հարցում դժվար է, սուտ չկա ասելու, այստեղ են սպառել ալռիվ։ Բայց տեսեք, այս խայտարակությունը եկեղեցու հետ կապված, պետությունը պետության մեջ, օտարերկրյա պետություն պետության մեջ, մինչև անգամ իսլամական ծայրահեղականների հետ համեմատել։ Դուք ուրիշ համեմատություն սպասում եք, որ կաներ Նիկոլ Փաշինյանը, ես չէի սպասում։ Ինչքան էլ դա խոցում է մեզ, ինչքան էլ վիրավորում է մեզ, ինչքան էլ նվաստացնում է մեզ, Նիկոլ Փաշինյանը իր այդ բանդայի հետ Հայաստանը դարձրել է 5-րդական, 6-րդական երկիր։ Այդ դա երևում է բարձրաստիճան պաշտոնյաների Հայաստան այցից հետո մեկ այլ երկիր այցելությունից հետո։ Դարձրել է 5-6-րդ սորտի երկիր։ Տեսեք, ընտանիքներ կան, որտեղ բարեկեցությունը այնքան լավ չի, բայց կոկիկ, այնպես են դուրս գալիս, որ հարևանը չմտածի, որ այս ընտանիքում ինչ որ բան այն չէ։ Մենք ունենք կրոն, որը մեզ պահել, փայփայել, բերել հասցրել է այստեղ, մենք տեսնում ենք ամեն օր ինչ է կատարվում մեր եկեղեցու դեմ։ Հիմա Նիկոլ Փաշինյանը կարող է Դա ես կարծում եմ Նիկոլ Փաշինյանը չի ասել ներքին լսարանի համար, դա ասել է նաև միայն ներքին, դա ասել է նաև արտաքին լսարանի համար։ Իրեն, ինքը ոնց է SMS-ներ ուղարկում, չի բացառվում, չէ՞ որ իրեն էլ են SMS-ներ ուղարկում։ Այդ ոնց է ինքը կարող է, իրեն չեն կարող։ Երկիր է, որը ցավոք ամեն օր մենք տեսնում ենք մեր երկրի վերացման գործընթացը։ Դրա համար առաջիկա 4 ամիսները մեզանից եւ ներուժ են պահանջելու, եւ բարոյական, եւ հոգեբանական մեծ գործոն, եւ արժանապատվություն։ Մեզանից ամեն ինչ են պահանջելու, որպեսզի մենք կարողանանք գնալ, որպեսզի մենք առաջին հերթին սկսենք գնահատել մեր անվտանգությունը։ Այս սուտի, այս որ ասում են, այդ որ ասում է պահենք, պահպանենք, փայփայենք այս խաղաղությունը։ Հիմա հարցնում եմ. Նիկոլ Փաշինյան, Վահագն Խաչատուրյան, Ալեն Սիմոնյան, Ռուբեն Ռուբինյան, Արարատ Միրզոյան, ձեզ 100 հազարավոր քաղաքացիների անունից ուզում եմ հարցնել ու դուք հրապարակեք, որտեղ է, որ թղթի վրա եւ ինչ է գրված այդ խաղաղության պայմանագրում։ Բավական է ասեք խաղաղություն, այդ բառ է, որ գտել եք, որ ասում եք։ Ուզում եք ես էլ ասեմ Հայաստանը Մարս ու Յուպիտեր է։ Բառ է, ասում եք։ Որտեղ է այդ պայմանագիրը, սևով սպիտակի վրա գրված։ Հրապարակեք, որ Հայաստանը խաղաղության պայմանագիր է ստորագրել։ Չասեք նախաստորագրված, չգիտեմ, հետո այդ նախաստորագրվածը չեղավ, բավական է խափեք, որտեղ է գրված պայմանագիրը, որ թղթում, ովքեր են ստորագրել այդ թղթի տակ, եթե դա դուք չեք ասում, մի խափեք։ Նախաստորագրված 100 հատ ձեր դարակներում թղթեր կարող են լինել։ Նորից եմ ասում, եթե մենք չենք ուզում մեր երկիրը տանել նոր պատերազմի, ապա պետք է ոչ ասել բազմաթիվ պատերազմներ բերող այս իշխանությանը։ Ապա պետք է ոչ ասել Արցախը հանձնած ու արցախահայերին անտուն թողնած այս իշխանությանը։ Ապա պետք է ոչ ասել 5000 երեխայի մատաղ արած այս իշխանությանը։ Ապա պետք է ոչ ասել
10,000-ից ավել հաշմանդամ դարձրած տղաների այս իշխանությանը, ապա պետք է ոչ ասել անհետ կորած տղաների, որոնք մինչև հիմա չեն գտնում ու գերիներ ունենք Բաքվի բանդում այս իշխանության մեղքով այս իշխանությանը։ Եթե ուզում ենք, որ լինի լավ Հայաստան, պետք է անվտանգ Հայաստան, պետք է ոչ ասել այս իշխանությանը։ Դուք ասում եք Սուրեն Պապիկյանը հատվածներ էր ցույց տալիս։ Նախ ինձ համար անընդունելի էր այդ տարածքները այդպես հրապարակայնացնել, ինձ համար անհասկանալի եւ անընդունելի էր, եթե հիմա ես լինեի այսպես հրաշքով հայտնվեի այդտեղ ու մի հատ ֆոտո դնեի իմ էջում, վստահ եմ ցմա, այս իշխանությունը ցմահ կտար։ Հա, ԱԱԾ ասեցիք, հիշեցի, ես երեք այդ ֆոնին, որ այդպես ձերբակալություններ էր էջմիածնում բան, հիմա համարն էլ կարող եմ ցույց տալ, զանգահարում եմ էջմիածին վաղաշաբաթ խոշորացված համայնքի քաղաքապետարան, կրթության բաժին, հասկանալու համար այն կոռուպցիոներ ԿՊ-ական տնօրենը Գեղակերտ համայնքի ինչ եղավ, գնում է դպրոց, ձերբակալված, տնային կալանք էին տվել, այսա վերջանում է, նորից գորգը փռելու են տանեն դպրոց այդ կոռուպցիոներին, ինչ են անելու։ Ուրեմն քաղաքապետարան երկու զանգ գնում էր տու, զանգում ես իրանց թեժ գից, սատկած չկա, ոչ մի պատասխանող չկա, այդ կառույցում ոչ մի պատասխանող չկա։ Լավ է, ձեզ հասնում է, ասում եմ, ովքեր գնան ընտրեն Նիկոլ Փաշինյանին կամ իրա որևէ թիմակցի, ասելու եմ ձեզ հասնում է։ Հիմա ասում եմ, վայ, այն օր դե մենք չգիտեինք, ախր մեր Արգիշտը ինքը մեխակի տղան էր, մենք չգիտեինք, լավ էլ գիտեիք։ Ձեզ էլ եմ հորդորում, մի հատ կապնվեք, մարզպետարան, գուցե չգիտեմ, կամ կարելի է Գեղակերտ գնալ դպրոցի ժամին, տեսնել այդ դպրոցի տնօրենը, այն կոռուպցիոները, այն որ բան էր բաժանում, շորմոր էր ընտրությունների, սենց ցուցակները, սենց դասավորած բաժանում էր։ Հələ տեսնենք ուր է, բա այդ ԱԱԾ-ն ինչի դες չմտավ պարկացրեց գետնին։ Բա ի՞նչ չտեսանք այդ պարկացնելը, բա ուղղորդում էր, չէ՞ քաղաքացիներին, այն որ ասում էր, արի ես երկու զույգ սապոկը քեզ կտամ, ուղղորդում էր, չէ՞ այդ քաղաքացուն։ Բա ինչի չտեսանք այդ ԱԱԾ-ն գնար, տենց գետնին տապալեր։ Իրանցը իրանցն է, մյուսն է։ Հիմա այդ մյուս ջան, եթե չես ուզում, որ մտնենք, ես տենց շինծու Օրինակ ասեմ, բանա, այս ջրի փոխարեն ուրիշ բան ես խմել տանդ, կամ էլ գիտես մի ժամ լույսը տավել ես օգտագործել, են Ռոմանոս ընդեղ ինչ անի։ Գալու են հերթով բոլորի տներ մտնելու են, պետք չէ որ դու ինչ որ քայլ արած լինես, որ գան քո հետևից։ Ուղղակի գալու են։ Ինձ համար անընդունելի է այդ տեսարանը, որ ես տեսա, իսկապես անընդունելի է, որ մենք այդպես հրապարակայնացնում ենք, թե մենք ինչ ենք արել, ինչ չենք արել, եթե այդպես էր, Վարդենիսում զոհված տղայի մայրը, Վարդենիսի դիրքերում հակառակորդի զոհված տղայի մարդը Գյումրու գյուղերից մեկում անցած տարի էր, երբ որ իրենց տանն էին, գիտես ինչ էր պատմում Սուրեն Պապիկյան, 3 ամիս այդ դիրքեր մեքենա չի բարձրացել, 3 ամիս, ուղղակի չի բարձրացել, այդ երեխեքը ուտելիք չեն ունեցել, հիմա ում ես, լավ է որ արվում է, լավին վատ, վատին վատ, հիմա մի երկու կոպեկ ծախսել ես, մի քիչ բան ես սարքել, ինչ ես դա հանրայնացնում, ինչի։ Ոչ միայն հանձնած դիրքերը, նրանց պերերիվ է գնում, ամեն օր պերերիվ է ստեղից գնում, որտեվ եթե ստեղից չգնար, մյուսները չէին կարողանա, չէ, բերել ասում էր սովածանան կգնան։ Խնդիրը գիտեք ոչ միայն
դա խայտառակություն է, իրենք այդպես էլ չեն հասկանում ինչ է նշանակում տվյալ ընտանիքում զոհ, չեն հասկանում, դրա համար եմ ասում բացել եք գեթ մեկ ընտանիքի դուռ, թե տղա եք, գնացեք, բացեք, նստեք, խոսեք իրենց հետ, այդպես այդ վառվռուն ձեր աչքերով նայեք այդ ընտանիքների աչքերի մեջ, խնդիրը նաև դա չի, որ դուք ասում եք մեր դիրքերը, ես մի անգամ այստեղ ասել եմ, տաքսու վարորդի հետ գալիս էի, տղան այդ զորավարժություններից նոր էր վերադարձել, ասում էր բարձրացանք, էլի խոսքը այդ Գեղարքունիքի մարզի դիրքերից մեկի մասին է, բարձրացանք ասում է, որ մեկը մեզ եկավ ասաց ինժեներական աշխատանքներ այդտեղ պիտի արվի, մյուսն եկավ ասաց չէ, այս դիրքը հանձնելու ենք, պետք չի ոչինչ բան անել, ես դա փոխանցում եմ այդ տաքսու վարորդի, ով 25 օրյա այդ վարժանքներին է ներկա եղել, ուղղակի խոսում ենք այսպես մտերմաբար եւ այդ տեղեկատվությունը ինձ հաղորդեց։ Հիմա դուք ասենք կողա 20 դիրքից որոշել եք 7-ը պահել, մի քիչ դզել, փչել։ Այդ երեկը ես որ տեսնում էի այդ կադրերը, ինձ մոտ, գիտեք, միանգամից այսպես եկավ այն կլուբնիկի սեղաները։ Ես վախենում եմ ձեր այդ կադրերից։ Իսկապես վախենում եմ։ Ու որպեսզի մենք մեր մեջ հաղթահարենք մեր վախերը, մեր ոչ պիտի ասենք։ Ուղղակի պիտի գնանք, չգիտեմ, այնտեղ պատռելա, մի կողմ շպրտելա, ինչա։ Այդ քվյաթերթիկը պետքա չլինի ծրարում։ Ընդհանրապես դա պիտի, մեզանից դա է պահանջվելու։ Իշխանական ռեսուրս, չգիտես, հասկանում ենք։ Կա այդ ամենը, բա մարդիկ միլիոններով պարգևավճար են ստանում, իրանց գերեզմաներից էլ քարշ կտան կբերեն ընտրության, հասկանում ենք դա։ Բա մենք ինչ ենք անում։ Մենք ինչ ենք անում, որպեսզի մենք չասենք, չդժգոհենք, մեզ այդ մի քայլն է, գնանք վերականգնելու մեր արժանապատվությունը, վերականգնելու մեր անվտանգությունը, վերականգնելու մեր բանակի զինվորի համբավը, սրանք զինվորին դարձրեցին դասալիկ, բանակը կազմաքանդեցին, ինչ է ասում է այդ էկոնոմիկայի նախարար ասում ավելի լավ ունենանք այս ճանապարհը, քան թե զենք ու զինամթերք։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։